Ուրեմն անցած տարվանից պետությունը մի քանի քաղաքացիական ուսումնական հաստատություններում ձեր համար բուհերում այնտեղ կան ցանկը կհաճախեք բան կանած կոմիսարիատ, որտեղ մենք ընդհանուր գնանք դա իրար հետ կքննարկենք 5 տարի սովորեք բուհում, որի վարձը կփոխադրուի պետությունը անկախ դրանից ինչ գումար կլինի 5 տարի սովորելուց հետո ձեզ կնշանակեն համապատասխան ըստ մասնագիտության տարբեր զորամասեր, ասենք քարտեզագրություն կլինեն, հաշվապահներ կլինեն, չգիտեմ, ինչ որ կլինի, այդտեղ կնայենք որ ցանկում տեղում, եթե ցանկություններ կան, ցանկացողներ կան, 5 տարի հետո պետությունը ձեր ավարտելուց հետո պայմանագիր է կնքում պարտադիր, քանի որ 5 տարի պետությունը ձեր գումարը տալիս է փոխանցումը, 5 տարի դուք էլ պարտավոր եք աշխատել ծառայել, այսինքն դա ինչ որպես բան Ստանվել եք նորմալ ասենք աշխատավարձ, մինիմում ասենք այսօրվա գներով չգիտեմ ինքնատիպ ինչ կլինի, կստանաք 250,000 դրամ աշխատավարձ, առավոտյան ժամի 9-ին կգնաք ծառայության, երեկոյան ժամի 6-ին կամուքին, նայած թե զորամասում ոնց կլինի քաղաքականը, ոնց որ սովորական քաղաքացիական բանի ուսանողներով գնալ եք կոնկրետ դուք ձեր գործը կատարեք, ըստ մասնագիտությունների 5 տարի լավանալուց հետո պայմանագիրը, եթե ցանկություն չեք ունենում, այդ պայմանագիրը դուք չեք կնքում հաջորդ 5 տարվա կամ հաջորդ 3 տարվա համար, որից հետո կարող գնաք քաղաքացիական կյանքում դուք ձեր մասնագիտությամբ աշխատեք կամ չաշխատեք, արդեն ինչ որ դուք ուզեք, մի խոսքով դա 5 տարի է, պարտադիր։ Պլյուս նաև դրա հետ ասենք համի դուք պետք է որոշեք, որ այս տարվանից սկսած մեր ուսապում բացվել է վարորդական խմբեր, ովքեր որ ցանկություն ունեն, գալիս են գնում մեր, ընթացքում կասենք ինչ փաստաթղթեր ա պետք, ինչ ա պետք, առաջին առողջական 3 ամիս ուսման կուրսն է, 3 ամիս սովորելուց հետո դուք կտաք քննություն, պետության հաշվին կսովորեք, կստանաք B.C. կարգի վարորդական իրավունք, որից հետո կզորակոչվեք պարտադիր զինվորական ծառայության, համապատասխան զորամաս, բայց դուք ծառայել եք որպես վարորդներ, այսինքն ավտոբար կգնաք կամ ասենք ինչ որ մեկ այլ ծառայության վայր, բայց ելի վարորդներ եք լինել, հիմի դա կոմանդիրի շոֆեր կլինեք, ինչ կլինեք, արդեն այնտեղ ծառայության ընթացքում կորոշի, բայց դուք բոլորը ծառայել եք որպես վարորդներ։ Երևանում կլեք, թե Ղարաբաղում կլեք, թե Հիմի 3 ամիս ուսման տևողությունն է, դա շատ լավ բան է, որտեղ ասենք հիմի այսօր եթե դուք քաղաքացիական վարորդական իրավունք ունեցաք, գնացիք բանակ, դուք դրանով չեք կարող վարորդել, որտեղ այդ քաղաքացիական ընդեր չի անցնելու։ Իսկ եթե դուք արդեն պետության դոսաֆի հաշվին սովորում եք եւ ստանում եք B.C. կարգի իրավունք ունեցող վարորդական իրավունք, համապատասխան վարորդական իրավունքով դուք կծառայեք որպես վարորդ։ Սովորական ոնց որ գնում եք ինստիտուտ, ասենք, այդպես գնալ եք ձեր դասերին, ձեր տուն ուղղակի պետությունը ձեր ուսման վարձը կփոխադրեք։ Ոնց որ նույն բուհի ընդունելությունը, ոչ տարբեր, որտեղ նշում ես ռազմական։ Նույն քննություններն են, նույն ուղղակի եկան որ սրա առավելությունն է, որ ձեր հարցը իշխան տալու է պետությունը, այսքան բան։ Ձեր գործերը մենք ենք սարքում։ Սովորում ես ձեր կուրսում, սովորում ես քաղաքացիականի նման, ոնց որ բոլորը ուղղակի վերջում արդեն սպայից հագուստ հակած գնում ես համապատասխան նշանակված տեղը քո մասնագիտությամբ, սովորած մասնագիտությամբ աշխատելու, ծառայելու։ Դա եւ աշխատանքա եւ ծառայություն, որովհետեւ զինված ուժի ավելի շուտ դա կոչվում է ծառայություն։ Հարցեր։ Ովքեր ցանկանան մասնակցել դոսաֆի դասների պարտադիր կերպով կստանան բրավա, թե կազմակերպություն չկարողանան դա պարտադիր կերպով կստանաս, որտեղ այնքան բարձր մակարդակով են ընդ սովորացնում, ու եթե ինչ որ խնդիրներ տնենք ասենք, մենք կգանք կօգնենք ձեզ, կբացատրենք
Ասեմ առաջինը երևի բոլորը տեսնում եք մեր շրջապատում այդ մեքենան անդադպատտվում է, այդտեղ խնայողություններ չկան բենզինի հետ կապված, որ այդքան թանկ է, բայց խնայողություն չի դրել պետությունը, լրիվ տեղը տեղին տարբեր ռելեվական ռելեվի տարբեր պայմաններում վարորդը վարելու հմտություններ ձեռք բերելու համար, այնպես որ դա իսկապես սովորացնում են եւ ոչ թե հենց ուղղակի թուղթ են գրում տալի ձեռները, որովհետև կյանքի հետ վաղը զինվորի ու ընդհանրապես մարդու կյանքի հետ կապված է։ Այսինքն այդպես քաղաքացիական համապատասխան սովորեցնելու տեղերում չեն մտահոգված։ Ավելի շուտ հետաքրքիր է փողը, որ առնեն ու դες բռավա տալիս։ Այստեղ խնդիրը ավելի սկզբունքայինորեն դրված է լրիվ տիրապետելու եւ իսկապես համոզված լինելու, որ դա այդպես է։ Եթե ցանկացողներ կլինեն, ինձ այդ ընթացքում ասեք, ես ալգաններով ներկայացնեմ այդ դոսաֆին։ Թե դոսաֆի, թե եւ թե նաեւ ռազմական հաստատություն եւ թե նաեւ քաղաքացիական բնույթով նորից այդ ասեմ, որ ցանկը ներքևում կպցրված կա, ուր գնալ սովորելու իմ մոտ դասասենյակի կողքին, որտեղ գրված է, դու կարող եք կարդալ ու տեսնել, որ քաղաքացիական բուհերն են ընդունելության տեղեր պատկասնում կոնկրետ այդ ցանկացողներին։ Ձերն էլ դժվար չի, վայնկամատ 2 մետրի վրա է։ Իհարկե, մտնում եք ավելի մանրամասն խնդիր չկա, ցանկացած ժամի, ցանկացած պահի պատրաստ եմ։ Հելաս, տեսնում։ Շնորհակալություն։